Պատրաստման արդյունքում ատեստավորվում են, պայմանագիր են կնքում, մարտական հերթապահությունից դուրս գիշերում են, քնում են իրենց տներում եւ ամիսը կախված իրենց ատեստավորման տոկոսից 300, 400, 500, 600 հազար դրամ փող են տանում ամիսը իրենց տուն։ Նախկինում եթե զինվորի ծնողը պետք է մտածեր ոնց Նասկի եւ քաղցրավենիք ուղարկի, Գուլպա եւ քաղցրավենիք ուղարկի իր ծառայող զավակին, այսօր պաշտպան հայրենիացով ծառայող զինվորը իր հայրական տունը եւ ընտանիքն է պահում եւ ծառայության ավարտից հետո էլ 5 միլիոն դրամ լրացուցիչ պարգևավճար ստանալու։ Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները, որ կավարտեն սպայական կոչում կստանան եւ նշանակում կստանան բանակում, բնակարան են ստանում պետության կողմից սեպտեմբերի 1-ից։ Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսանողները 170,000 կրթաթոշակ են ստանում։ Մոնտեմելքոնյանի անվան վարժարանի սաները 40 ավագ դպրոցադա 45,000 դրամ կրթաթոշակ են ստանում։ Բայց վերադառնալով զորահանդեսին, ես ուզում եմ նախորդող շրջանի մասին ձեզ եւ այսօրվա վիճակի մասին պատմել։ Մեր հրետանու առանցքը բանակի գոյության ողջ ընթացքում եղել է D30 հրանոթը։ Բայց Հայաստանը D30 գործարանային արտադրության հրանոթ առաջին անգամ ունեցել է 2023 թվականին։ Այսինքն առաջին անգամ 2023 թվականին է եղել, որ Հայաստանը ունի D30 հրանոթ, որ գործարանից դուրս է եկել է Հայաստան։ Սերժ Սարգսյանը, որ ասում է 80-ականների զենքեր, այդ գլուխ է գովացել։ Այդ զենքերը 80-ականների չեն եղել։ 70-ականների են եղել, 60-ականների են եղել, 50-ականների են եղել։ Ու մեզ մեղադրում են, ասում են բանակը քանդեցինք։ Մենք բանակ չենք քանդել, մենք քանդված բանակը, որը պատկերացնում եք, մենք նոր մեր զենքերի 70%-ը եղել է մեզ նվիրած զենք։ Մենք փող չենք տվել դա առել։ Մեզ նվիրած некондиционный զենք, այսինքն որը արդեն գործածումից դուրս գալու եզրին, կամ էլ գործածությունից դեֆակտո դուրս է եկել, մի քանի ռեմոնտով կյանքը երկարաձգում ենք։ Բայց առաջին անգամ 2023 թվականից հետո է, որ մեր երկիրը ունի D30 գործարանային արտադրության հրանոթ, այսինքն մենք առաջին օգտագործողն ենք այդ զենքի։ Բայց զորահանդեսում դուք կտեսնեք D30 հրանոթը եւ կտեսնեք այն նոր հրետանին, որը մենք ձեռք ենք բերել։ Բնականաբար բոլորը գործարանային արտադրության։ Մենակ չափերը կհամեմատեք իրար հետ։ D30 էլի հիշեցնում եմ, մեր առանցքային հրետանին ա եղել։ Հիմա